Ես ընդհանրապես այդ թերորյանքները, ճղճիմ խոսակցությունները, որ իմ հաստ էին գալիս, ես այսքան ժամանակ ոչ մեկին չեմ պատասխանել։ Կարող է այստեղ եթերով էլ անուններն են ասեմ, ովքեր են այդ հիմարները, սահմանափակները եւ այդ բառն էլ ուզում եմ հիմա ասեմ, պոռնիկները անբավարարված։ Ու այն մարդիկ են խորհուրդ տալու գլուխ բարձանում, որոնք իրենք ոչինչ չունեն ու իրանցից ոչինչ էլ չեն ներկայացնում։ Շնորհակալ եղեք ձեր ծնողներին, որ դուք կաք, հատկապես մայրերին։ Ես չեմ հավատում Հայաստանում որևիցե մեկին, որ կարողանա Կարմիչսկի այդ ճակատագրական, գենական անեծքը մաքրի, չեմ հավատում, որովհետև դա շատ դժվար բան է։ Ինչքան տղան աղջիկ է փոխում, այնքան անգրագետ է։ Ընտանիքում ինչքան կարևոր է անկողինը զույգերի միջև։ Ավելի կարևոր է, քան աշխատանքը։ Շատ կարևոր է, անկողինը զույգերին պահում։ Պորտալները կտրեք, որ ձեր տղաները կարողանան իրանց եսը պահեն, իրավունքը պահեն։ Մեր Հայաստանում ամեն ինչ լավ կլինի, որտեղ գնում ենք մենք լավի, մի լսեք, մի կարդացեք, ոչ մի վատ ինչ ինֆորմացիա կարդում եք, ձեր վրա ազդում է, զայրանում եք, փոխեք, բլոկ արեք այդ ալիքը։ Ողջույն ձեզ, այսօր մեր հեռախոսի զանգերն է, շաբաթը մեկ անգամ կլինի հետաքրքիր զրույցներ, հարցեր, հաջորդ շաբաթ կլինի հեռախոսային զանգեր։ Եվ հիմա ասեմ ձեզ նախորոք, ով զանգերն է հղում, մեկ հարց տվեք, դրա համար դուք միջև են զանգարելը հստակեցրեք ձեր հարցը, ում համար եք ուզում և ինչ եք ուզում, ամբողջ ընտանիքի մասին ես ի վիճակի չեմ խոսել, նախ ժամանակի առումով, երկրորդ էլ ոչ մեկին հաճելի չի, որ ձեր ընտանեկան հարցերը բարձրացան է։ Դրա համար ինձ անհատական զանգ եք տալիս, Messenger-ով իհարկե, բայց նախորդ զգուշացնում եք, որտեղ էլ ձեզ ասեմ, ես իմ տան, իմ հեռախոսի զանգերին ոչ մեկին չեմ պատասխանում, քանի ինձ չեն զգուշացրել, որ պետքա զանգ տան։ Հեռախոսի զանգերին չեմ պատասխանում։ Ինձ գրում են Messenger-ով կամ Viber-ով, որ ուզում եմ ձեզ հետ խոսել այսինչ հարցերով։ Այսքան։ Եվ աշխատանքն էլ վճարով է անպայման, որտեղ բոլորը պետք է վճարեն։ Այդպես է։ Լինում է, որ ես անվճար պատասխանում եմ հարցերը, այդ արդեն հարց տվողի կուլտուրայից է կախված, թե ինչպես ինքը ինձ հարցը կհղի։ Հիմա թռուցիկը հերթական, ես ուզում եմ այստեղ եթերով էլ ասել, չնայած իմ անձնական իմ սահմանը, որ կա այդտեղ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, ես ընդհանրապես այդ թերորյանքները, ճղճիմ խոսակցությունները, որ իմ հաստ էին գալիս, ես այսքան ժամանակ ոչ մեկին չեմ պատասխանել, ոչ մեկ ես լինում է չեմ էլ կարդում, ուղղակի մենք կարդում եմ տղայիս հետ ծիծաղում ենք, ուղեղի սահմանափակ ճղճիմ լինելուց, եւ իմանում է ում շայկանը, ում կանաչու դաստայի միջից են, եւ ինչի են ասում, իրենք գիտեն, մի ժամանակ ասում է Աստված իրանց հետ, հիմա էլ չեմ ասում, իրենք գիտեն, թող մնան այդ կանաչու դաստայի մեջ, որտեղ ջուրը կվերջանա իրանց վրա ջրցանելուց ու նրանք արդեն սկսել են թոռումել։ Բայց արդեն եթե իմ անձնական սահմանում որևիցե մեկը կսկսի տհաճ բաներ խոսալ, որին դուրը չի գալի կգրի, շատ կոպիտ չոր պատասխան ստանալու իմ կողմից։ Այո, որտեղ ես էլ չեմ լռելու, իսկ այս 26 թվականը լռել չի տալիս, հատկապես որ ես խոյ եմ, հիմա Սատուրնը արդեն խոյ մտավ, տալիս է ամեն անհատ մտածում է իր եսի մասին, իր եսն առաջ բերում, հիմնավորված իհարկե ու համառորեն ես կպատասխանեմ։ Ու խայտարական է, որտեղ կարող է այստեղ եթերով էլ անուններն են ասեմ, ովքեր են այդ հիմարները, սահմանափակները եւ այդ բառն էլ ուզում եմ հիմա ասեմ, պոռնիկները անբավարարված, թե կին, թե տղամարդ։ Իսկ տղամարդուն էլ չի սազում, որ կնոջ հետ այդ բառն էլ ասեմ, ռազմորկայի մեջ համընկնում, իրենք ղզիկ է։ Իզուտեղ ինձ մի պատասխանեք, որտեղ ես ձեր նկարներն էլ նայում եմ, որ դուք թուլացած, այսպես թույլ, ճղճիմ մարդիկ եք, գնացեք ձեր թոռնիկներով զբաղվեք, մեկ էլ են ջահել ջուլները, որ էլ այդքան խելք չունի ու կարող է ինչ-որ քննադատի կարծիքներ քո մեջ պահի։ Հիմա մի հետաքրքիր բան, որը որ շատ կարևոր միտք է,
ասեմ ձեզ, եթե մարդը չի ուզում բժշկվել, եթե մարդը չի ուզում չծխի, չխմի, չխաղա, ոչ մի էքստրաս, եթե ինքը չի ուզում դրանք չանի, ոչ մի էքստրասես, ոչ մի պայծառատես, ոչ մի, չգիտեմ, գուշակա, մուշակա, ինչը չի կարող նրան օգնի, չի կարող, եթե ես չուզենամ, դու ինձ ոչինչ չես կարող անել, որտեղ այդտեղ պատասխան կա, բժիշկեր քեզ, առաջին ինքդ քեզ օգնիր, քո գլխացավը հանի, հետո նորարի մատամի ցավը հանի։ Ու այն մարդիկ են խորհուրդ տալու գլուխ բարձանում, որոնք իրենք ոչինչ չունեն ու իրանցից ոչինչ էլ չեն ներկայացնում։ Ընտանիք չունի, երեխա չունի, ամուսին չունի, ինքը պետք է ընտանիքից խոսի։ Կուլտուրա չունի, դաստիարակություն չունի, աստղաբանությունից ոչինչ չի հասկանում, ինքը կարող քննադատի։ Հայաստանն էլ այդեղ ջուր է, որտեղ դա են գրում։ Այդ ով ասեց, որ այդեղ ջուր է։ Ես եմ ասում, որ այդեղ ջուր է։ Ու քանի անգամ ամենտեղ բացատրել ասել եմ ինչի այդեղ ջուր, հիմա էլ չեմ կրկնի։ Նորից եմ սա ասում։ Եթե մարդ չի ուզում շտկվի, բժշկվի, ուղղվի վատ սովորույթներից, որ հիմա մենք կմտնենք Արևի խավարումը 17 փետրվար, որը տալիս է Ֆենիքսն է, մոխիրից դուրս եկած թռչուն, հնի ջնջում նորից սկիզ, մինչև մարտի 3։ Եթե դու չես կարողանում մաքրվել ինքդ քեզ, ոչ մի մասնագետ ինչքան էլ ֆենոմենալ հատկություններ դենի քեզ չի կարող օգնի։ Այնպես որ մի չարչարվեք, էքստրասենսներ։ Ես էլ Հայաստանում չեմ տեսնում այդպես ուժեղ էքստրասենս։ Եթե իմաստուն ես, մենակ ապրիր։ Բոլորը քեզ մոտ կգան, թե երեխաները, թե մեծերը, թե ընկերները։ Այո, իմաստուն մարդկանց մոտ կվազեն կգան, որտեղ իրենց հետ հետաքրքիր է։ Ինչու ենք մենք, ինչու են մեր տաճարները քանդվել։ Եկեղեցի չեմ ասում, տաճարներ։ Ինչու են մեր տաճարները քանդվել։ Այս հարցերին ուզում եմ ինքներդ մտածեք։ Քչփորեք գրականություն, ինտերնետանայի գտեք պատասխանը, որ թվերից, ինչի համար քանդվեցին մեր տաճարները, որ իրոք դա հրաշք կոթողներ են, մեր եկեղեցին էլ մայրաթոռ է։ Ամենասկզբից, որ քանի տարի մայրաթոռը փակեր, հա քանդում էին, որ վերակառուցեն, վերանորոգեն, անդադ մի բան տակից դուրս էր գալի, որ թվականից սկսած։ Ու շնորհակալ եղեք ձեր ծնողներին, որ դուք կաք, հատկապես մայրերին, շատ շնորհակալ եղեք, հիմա էլ որ հիվանդությունները անոթների հետ կապված ահա որ շատացել է անկախ տարեկից, ու շատ եղեք ձեր առողջությանը, որ լուրջ խնդիրներ առաջ չկանգնեք, ու շատ լինելը որն է, եթե գլխացավ բռնեց, եթե հոգնածություն, գլխապտույտ, նյարդա են, դրա համար ասում եմ, ոչ մի վատ ինֆորմացիա մի լսեք, չի կարելի, անմիջապես իմպուլսներ է տալիս բացասական, ու կխփի անոթներին խցանում կտա, կգնաս այս աշխարհից, ինչքան կարակ լույսը բացվում է, դրականը լսեք ու շնորհակալ եղեք, ամեն փողոց անցած շնորհակալ եղի, մտքումդ ասա շնորհակալ եղի վերևին, ու մի հետաքրքիր կարող ասեք ես ինչեր է, բայց քանի որ այս աշխարհը միստիկայի, ամբողջ աշխարհը մոգություն, ամբողջ աշխարհը ծուրհալիների թագավորությունը, ամեն ինչ կա այս աշխարհում եւ ամեն ինչը աշխատող է, թե դրականին, թե բացասականին, բութը, որ կամքն է ու գլուխն է, եւ այս միջնամատը, որ էմոցիաները, որ զգացվում կա, այսա պինդ կպցրեք իրար, այսպես, պինդ կպցրեք ու ձեր ցանկություն ասեք ինչը որ դուք ուզում եք, ինչ ուզում եք, իհարկե բարի մեղ ցանկությունները, էներգիաներն է, մեր խելիքը, մեր զգացմունքները, սեղմեք իրար, այս էլ ֆալանգներն առաջի, շատ ուժեղ է, խնդրեք ձեր ցանկությունները կկատարվի, փորձեք, հիմա պատասխանեք զանգերին։ Ալո, բարև ձեզ։ Լսում եմ ձեզ, Հասմիկ ջան, ասեք, որտեղ եք ապրում։ Արարատի կողմերը։ Արարատ։ Այո։ Հա, լավ, ես ուղղակի ուզում եմ Երևանա, թե շրջանը։ Շրջան։ Լավ։ Ասեք ձեր հուզող հարցը։ Ես մի խնդրանք ունեմ, նախ շատ շնորհակալություն։ Խնդրեմ։ Ձեր ուրիշներով շատ ենք մենք լսում։ Դες երկար կյանք, համբերություն, առողջություն։ Շնորհակալ եմ ձեզ էլ։ Իմ հարցը
Իմ տղան Դավիթին ասել։ Ասա։ Ինքը պետք է շատ համբերատար լինի։ Այդ նշանի ծնված մարդիկ պետք է լինեն համբերատար։ Ես բարձր ասեմ, դրանք կույսերն են։ Թեկին թե տղամարդ, իրենց զենքն է, կյանքում, ամեն ինչի մեջ իրանք պետք ունենան համբերատարություն, բերանը փագեն, լռեն, կյանքում, տեսնեն ինչ է դիմացինը ասում, համբերատար լինեն, տեսնեն իրա դրած սերմը ինչպես է աճելու, իրա միտքը պետք է դրական դրվի, որ այդ սերմը անպայման լավ է աճելու, անպայման լավ պտուղներ է տալու։ Հասկանում ես ինչ եմ ուզում ասեմ, դու իրան դա ասա, որ մի բանը, որ ինքը ցանում է դնում, այսինքն դա իր գործն է, իր միտքն է, պետք է լավատեսությամբ զինվի, համբերատար, որ լինի, որովհետև որ այսինքն բերեմ օրինակը պարզ կենցաղային, երեխան միանգամից չի ծնվում, 9 ամիս պետք է անցնի, միջև մարդը գա այս աշխարհ, այդ մեկ, եւ համել որ սուրճը դնում ես գազօջախին, ինչքան նայում ես, ինքը չի փում, երկարում է, հենց երեսը շուրես տալի թափում է։ Այսինքն, ամեն ինչ ունի իր ժամանակը, պետք չի մենք շտապեցնենք ոչ մի բանում։ Հասկացար, չէ՞։ Այո։ Այդ յուրաքանչյուր հարցի պատասխանն է։ Կիրակի ա ծնվել։ Ինքը սեռական խնդիրներ ունի։ Այո, հենց Բայց իրանել Հասմիկ ջան, տրված է բազմազավակ հայր լինել, տրված է այդպես, ըստեղ կարևորը պարտնյորն է, սուկենկերը, ով է եղել, եւ փոքր ժամանակվանից մի րոպե մի հատ 6 տարեկան, շատ հետ չգնանք այդքանը չգիտեմ ինչքանով քիշես, 6 տարեկան իր մոտ խնդիր է եղել, հենց այդտեղի հետ կապված, կարող է ինֆեկցիաներ եղել, կարող է մրցը, 11 տարեկան էլ եղել, դա անցյալի հետևանքն է, ու հիմա իր ընտանիքի փլուզում է տվել, բայց երեխաները տված է բազմազավակ հայր լինել եւ հրաշալի երեխաներ ունենալ, բայց քանի որ զույգեր ամուսիններ իրար հետ այդքան էլ հանդուրժող չեն եղել, փլուզում է տվել, եթե իրանք էլ իրար հետ ապրեն ամուսիններով, երեխեքը շուտ դուրս կգային այդ օջախից, որպեսզի չտեսնեն իրան մաման պապան ոնց են իրար հետ վիճում, որտեղ նման կառասկոպ ունեցողի երեխաները շատ զգայուն են։ Իրանք սիրում են մամա պապա, ուզում են տան մեջ միշտ սեր լինի։ Ինքը պետքա տղատ հարկավոր է գնա, աղիների խնդիրել ունի։ Հիմա ես սենց բաներ եթերով ասեմ առողջականի խնդիրները, անպայման պետքա գնա մասնագետի մոտ տվյալ հարցի ինչի համար, որ նոր ես ասեցի։ Անպայման։ Եկին լսա գնացել է, ասում են դուք առողջ եք, հիմա չգիտեմ։ Ինչն առողջ, որ ստեղ պարզ երևում է, միցիցիսկի կառասկոպ գոյություն ունի, աստրալոգիա գոյություն ունի, որտեղ շատ հստակ տալիս է մարդու օրգանների խնդիրները, որ եթե միշև անգամ ասում է արժե այսօրը վիրահատես թե ոչ, բժիշկը կարող է ասի ունես քաղցկեղ, բայց այս միցիցիսկին որն է, ասում է ոչ մի քաղցկեղ էլ չկա, մի հատ պրիշ չկա, դեղերի բաներով կամ ինչ-որ տոկեր, մոտեր, խոտեր, մոտեր, թուրմեր ընդունելով կանցնի։ Իսկ ես մի բան էլ խնդրում եմ էլի, իր կյանքին վտանգ սպասում է։ Չէ, ես տենց բաները ստեղ չտեսա։ Ես չտեսա, տենց վտանգներ կյանքի չեմ տեսնում, առողջականի խնդիրներ կա, դա վաղուց է, այդ կյանքի վտանգը ինքն է իրան ստեղծում կյանքի վտանգ, որովհետև իր լուսինը կարիճում է, մի քիչ սուտ է տալի, մի քիչ ստեր ունի, արի համարենք ինքնապաշտպանության ստեր։ Այս տղան Հասմիկ դու ծնող ես ու տղա երեխա ունես, բոլորդ էլ գիտեն, որ իմն էլ տղաներ են ու մեկն էլ գիտես ինչ վիճակով, պետք չէ որ ասում եմ չհիշեմ։ Քո տղան երկու կողմից ֆիլտրացիա է, եւ ունի կույս եւ ունի կարիճ, մեկը ֆիլտր է, մեկը սանիտար է։ Այս երեխեն եկել է այս աշխարհ, որպեսի ամբողջ Գերդաստանը իր, ես չգիտեմ, այդ քու կողմն է թե ամուսնու կողմն է, որտեղ ես էլ կառասկոպը չգիտեմ, ես չեմ կարող իմանալ, որտեղ ժամանակի առումով դա երկար է իհարկե,
Եվ իր հայրական օջախը, եւ իր հայրական, որտեղ որ ծնվել է, եւ իր հայրական օջախին եկած է մաքրի, եւ իր ամբողջ ցեղի Գերդաստանի 7 պորտ նեգատիվը մաքրի։ Դրա համար իր վրա անդրադարձել է, տես մի պտուղը դժվարությամբ տվել է ու փակվել է, վերջ չկա։ Այսինքն ինչի չկա, այդ գենի շարունակություն պետք է լինի, փակվել է շարունակությունը։ Քոմուսի Համեք որ բացվի։ Այդ չես կարա տենց է իր մոտ։ Ինքը տենց է ծնվել։ Ես քեզ խորհուրդ չեմ տա որևիցե մեկին դիմել այդ ֆշֆշանողներից։ Եթե հավատում եք գնացեք դիմեք, ես ուղղակի չեմ հավատում։ Ինչքան էլ ինչ բաներ կպատմեք, որ ինչ հրաշքներ են գործում, հա կամ որ պայծառատեսներ տեսնում են ինչ են անում, բայց ես չեմ հավատում Հայաստանում որևիցե մեկին, որ կարողանա կարմիչեսկի այդ ճակատագրական գենական անլեզքը մաքրի, չեմ հավատում, որովհետև դա շատ դժվար բան է։ Այդ անողը, ով որ այդպես բաներ մաքրում է, ինքն էլ լավ վիճակում չի։ Ինքն էլ թե առողջականի, թե իր ընտանեկան, անձնական։ Ես գիտեմ Հայաստանում ովքեր են, այտենց ու ես իրանց չեմ ուզում չեմ դիպչում, ուղղակի մարդ եթե նման բաները այտենց աշխատանքներով է զբաղվում, պետք է արդյունք տա։ Եթե միտեղ ես արդյունք չեմ տեսնում, ես չեմ կարող իրան դրական համարեմ։ Կարող է վարակույրիդ գույն ասի, պատերիդ գույն ասի, դու զարմանաս։ Ես հումորով ասում եմ, պապուտ թշխալն է ասում, բայց օգուտ պետք է տա։ Հիմա այս 26 թվականը մեկն է, հատուցման տարին է ու մաքրման տարի է, մաքրման, այդ ապաշխարության տարի է, տղատ պետք է գնան գերեզմաններ, որտև իր մոտ կարիճի նշանները շատ են, այդ իր ձեր ննջեցյալներն են, պապի տատիների, այնտեղ մաքրի, խոտա, հողա, մոլախոտա, կարգի բերի, ես չեմ ասում դամբարան սարքի, մաքրի, կարգի բերի ու նստի խոսի, իրա պապերի տատերը կարող է չել տեսել, այո չի տեսել, նստի խոսի իրանց հետ, որ ինչքան նեղություն, դժվարություն, ինչ հիվանդություններ, ինչ եղել է իրանց ընտանիքում, դու ես, ամուսինը տա, քույր եղբայր, ով ուզում է լինի, հատկապես տղամարդկանց, որ այդ նեղությունները, դժվարությունները պապին տանեն մաքրեն, որ այս տղայի մոտ բացվի։ Հա, պապին տանեն։ Այդ են անցած են ասում եմ, ինքը չի տեսել իրաց ննջեցան 7 պորտ եմ ես ասում։ Բաքու ամուսին ուր է։ Մահացել եմ։ Տեսնում է տղամարդկանց հարվածն է էլի։ Այս մի տղան է ինչի քեզ։ Այո, մի տղա է, այո։ Հա, տեսնում ես տղամարդկանց արմատը։ Շարունակություն չի տվել։ Հա, իսկ դու որ ամիսն ես։ Հա, դու էլ խոյես, դու իրար հետ այտենց քիփ չեք կարող լինեք։ Հիմա քո մոտ ակտիվացում սկսվեց այս քանի օրը ու ավելի շատ է գնալու ամբողջ տարին, աշխատի ինքնուրույն շատ հարցեր լուծել ու դու կարող ես քո տղային օգնել։ Ամենառաջինը ոչ թե այդ վիճակ կարգավորելն է, այլ հոգեբանորեն, որ իր մոտ այդ նևրոզներն անցնի, որտեղ ինքը իրան շատ է ուտում, շատ է իրան հոշոտում, շատ է հոշոտում, որը խփում է իր սրտին, Այո, ողնաշարին և աղիներին, իր մոտ ամեն ինչը դանդաղ է լինում, այդ կինը իրանից տարիքով մեծ էր, թե փոքր։ Չէ, 6 տարի փոքր էր։ Հա, այդքան շատ չի, բայց փոքր է, ընդհանրապես 3-ն է նորմալ համարվում, բայց շատ չի, քիչ էլ չի, որ իրան փոքր պետք է լիներ, ինքը կսիրահարվի, տղատելի կսիրահարվի, բայց ինքը իրա կնգանա ուզում, ինչ անեմ, ես ինչ անեմ։ Բայց նույնիսկ ամուսնանա իր մոտ ամեն ինչ կկարգավորվի։ Չէ, նորից չի ամուսնանա, որովհետև չի ամուսնանա, ես խորհուրդ էլ չեմ տա, հիմա էլ գնային մի աղջկան ինչ վիճակի մեջ լինի, բայց կին է որ ամիսնա։ Այդ երկուսն էլ նույն նշան են փաստորեն, հա։ Այն էլ է ֆիլտրացիա անում, նա էլ իր ընտանիքն է մաքրում, եկել է մի ասում ես,
մի աղջիկ, որ իր ընտանիքը իբր մաքրել է, հայրական օջախը, հիմա եկել է մի ընտանիք, որտեղ նեգատիվը շատ է։ Դե նա ինչա դուրս եկել։ Կույս։ Երկու կույսեր հանդիպել են իրար ֆիլտրացիայի համար եւ իրանց տվել է ուշ երեխա ունենալ։ Էն էլ այդ երեխան մի կերպ եղավ։ Հարցրեցի ինչա ծնվել երեխան, թե չեմ հարցրեմ, մոռացա։ Ինչպես։ Երեխան որ ամսվա ծնունդ է։ Համարյա մոտենում է կարիճին։ Հələ տես կշերք է։ Այս կշերքների մոտ ավելի վտանգավոր է, դու գիտես։ Կույսի եւ կարիճի։ Կույսի կարիճի մեջտեղի նշանը կշերքն է, որ պետք է էնել է առաջնա նեգատիվ, հետևնա նեգատիվ։ Այս էլ կշերքը ծնվել է, բերի բալանսի, բերի հավասարակշռվածության ու լինի ներդաշնակություն։ Բայց տես ինքը ինչ ընտանիքում ու ինչ ձև է ծնվել դժվարությամբ։ Ես չեմ կարծում կինը կա։ Դիմը կգա, չմիանա։ Չեմ տեսնում այդպես բան։ Ես քեզ ինչ կխնդրեի, ինչ խորհուրդ կտայի։ Դու մի խառնվի, որտեղ անիմաստ է։ Իրոք անիմաստ է։ Ամեն ինչ արա, որպեսզի տղայիդ հոգեբանորեն օգնես։ Եթե տարել ես բժշկի ու իրոք անկեղծ ես բժշկով էլ չեմ տեսնում։ Այդ սեքսոպաթոլոգիա մի հատ կարգին նորմալ մասնագետի մոտ տար, թող մի կարգին նայեն, այդ տղային կարգի բերեն։ Այդտեղ էլ ախր դեղեր մեղերը իրան էլ դեղեր չի կարելի այդքան։ Այս մարդու նաղուտքները, մեդիտացիաները, որովհետև սա անցյալից եկած նեգատիվն է, որ իր վրա է անդրադարձել, բացասական էներգիաներն է։ Ինքը պետք է բնական բաներ ուտի, ինքը բնության հետ պետք է շփվի, հողը, բնությունը, ինչը հողից ներքև է, բանջարեղենները նման բաներ ուտի։ Ու երեխաների հետ շատ շփվի, մանկական ծրագրեր, մանկական ֆիլմեր, իսկի չէ մուլտիկներ, որ իրան նյարդերը հանգստանա։ Ինքը կրիմինալ, այտենց գող, հանցագործ, ոչ մի տենց ֆիլմ, խոսքեր, գրականություն չպետք է ոչ լսի, ոչ էլ իմանա։ Հոգեբանական է իր մոտ ամեն ինչը, անցյալից եկած, բայց իր մեղավորությունը չի, որտեղ դա պապերից է գալիս։ Ու ասեցի, միասին գնացեք գերեզմաններ, միասին գնացեք, կարգի բերեք, մի խոսա այդ վաղտիրը, թող ինքը նստի, խոսի իր մտքերը, պապինա, տատինա, հորքունա, մորքունա, քերինա, չգիտեմ ով է, ինչ որ մեկը որ չի էլ տեսել, թող նստի հետո խոսի։ Հա։ Ու ասի ինչքան ցավ չոր կա ինչի։ Այո, խոսի նորմալ, սովորական։ Ողջ եղածի նման խոսի, ասի օգնիր ինձ ելք ցույց տուր, ճանապարհ ցույց տուր։ Ուզում է լաց լինի, ուզում է ծիծա, պետք է զրուցի, ինքը այն աշխարհի հետ կապ ունի, Հասմիկ, այնքան հետաքրքիր է այս տղայի հոգեբանությունը, այնքան խորն է, այնքան պապայի կարիք է զգում, բայց չկա տենց բաներ այստեղ արդեն շատ վաղուց չկա։ Պապայի կարիք է զգում, զրուցելու, սիրո, փաղաքշանքի կարիք է զգում, այս մարդը զրուցելու, ինքը չի հասունացել։ Դու ամուսնացրեցիր իրան։ Այո։ Ինչի։ Մի խառնվեք էլի մամաներ ձեր երեխեքի ամուսնության անձնականը։ Ինչքան մեծներ, ասինքն թող պսակվի։ Մեծը կապ չունի, ուղեղը ֆիզիկապես, ֆիզիոլոգիապես այդ մարդը պատրաստ էր, այնքան մամաներ են այդ բանն ասում, վայ տղես չամուսնացա, վայ աղջիկը չէ, մեկը հարց չի տալի, այս մարդը ի վիճակի է ընտանիք պահելու։ Այս մարդը ի վիճակի է անկողին պարկելու, անկողինը շատ կարևոր է, դուք դա չեք նայում, չի կարելի ախր, Մի րոպե տիկին Լուսյանին խնդրում, բայց մինչև ամուսնանալը իր մոտ ամեն ինչ կարգին է։ Քեզ է թվում։ Քեզ է թվում, որ 11 տարեկանից իր մոտ խնդիրներ ա, ոնց է կարգին եղել։ Դու ինչ ես հասկանում կարգին ելնելը։ Չգիտեմ ինքն ասու, ես չեմ։ Ինչ է հասկանում։ Վայ, դու գիտես, որ մեր հայ տղաները սեքսի մեջ ինչքան անգրագետ են։ Դու ինչ հայ տղաներ այնքան տղամարդ անգրագետ։ Իրան թվում է, որ աղջիկները փոխում ուրեմն գրագետ, հա։
Ինչքան տղան աղջիկա փոխում, այնքան անգրագետ է, որտեվ ինքը գիտի խնդիրը այդ աղջիկար մեջ է, բայց իրա մեջ է։ Այս տղայի մեջ խնդիրը կա, ինքը տես ծնվել է։ Ու այն արմատը, որտեղ որ ինքը ծնվել է, տղամարդու գենը կտրված է, չի աճում։ Այդ ինչ կապ ունի, ասում ես միջև ամուսնանակը, ինքը ինչ էր ասում, ասում էր այն ժամանակ կարգին եմ, հիմա անկարգին է։ Այդ ինչ է ճոկում կարգինն անկարգինը։ Դրա համար էլ մեր զաքսերը, որ գնում են զաքս, եթե իհարկե գնում են, այդտեղ պետք է սեքսով պատալոգներ նստեն, այդտեղ պետք է հոգեբաններ նստեն, որ պատրաստեն զույգերին ամուսնության համար, թե աղջկան, թե տղային։ Սեռական հիգենա գոյություն ունի, որ չգիտեն, որովհետև ամաչում են։ Այս ծնողից է գալի, ընտանեկան դաստիարակությունից է գալի։ Դու գիտես ընտանիքում ինչքան կարևոր է անկողինը զույգերի միջև։ Ավելի կարևոր է, քան աշխատանքը։ Շատ կարևոր է, անկողինը զույգերին պահում։ Այնքան կարևոր բան կա տեղ եւ հիգենան, եւ այդ անկողնային վիճակը, որտեվ գիրքը ուրիշ մի բան է, որ անասնական է, սեքս ուրիշ մի բան է։ Հիմա դիտին լուսա, իմ տղան լսում է։ Ավելի լավ։ Իրա դիտին լուսա, խնդրում եմ պատասխանում եք։ Հիմա իմ տղան լսում է, իրա վիճակը կարգավորվելու է։ Բայց ինչ է անելու, որ կարգավորի։ Ես ասի, չէ, ինչ պետք է անի։ Տանը նստած ձեռքերը կանթելով չի կարգավորվի։ Գնացեք աշխարհի դեղերը օգտագործեք, խմեք, անեք, չի լինի։ Այս մարդու մոտ կարմիչեսկի ծրագիրը իր ցեղից է գալի, Գերդաստանից է գալի եւ հոգեբանական է։ Այդ պետք է կարգավորվի։ Հա, բանը։ Հիմա ես տես ասում եմ թող գնա գերեզմաններ, գնացեք գերեզմաններ ձեր ննջեցյալներին։ 7 պորտայո ինչ իմանամ ովքեր են ընդեղ, սա իրան ավելի կոգնի ու դա փող չի պահանջում, դժվարություն չի պահանջում, քան գնալ բժշկի մոտ բավականին գումարներ տակ ու ինք օգուտ չտա։ Հա ինձ ինչ կա, կասեն տար բժշկի։ Գնացել են, բժշկի այնքան են գնել ամենի։ Ուր է արդյունքը։ Իրանք ասում են անալիզներ տվել է բոլորը, ասել են դուք առողջ եք, մի եք։ Բա որ առողջ եք, ինչ է այդ վիճակում։ Բայց իրանք սենց է, ես չում ասեցին, որ այդպես է գնացեք պատմական ենենք ուրիշ։ Լավ բժիշկ է, ես բժիշկ չեմ, ինչ անեմ, այ բժիշկ չեմ, որ ես կարգի կամ, ասա դոկտոր ջան, ինչ անեմ, ինչ ասամ։ Ասում եմ մենք զարմանում ենք, որ չի։ Բա դու ինչ ես բժիշկ, դու դիպլոմ ես ստացել, դու ինչ ես բժիշկ։ Դու գիտես, որ աշխարհում անբուժելու անհնար ոչինչ չկա։ Դու գիտես, որ տենց է անհնարին եւ անբուժելի ոչինչ չկա։ Եթե Հիսուս այն 4 օրվա մեռելին փթած Ղազարոսին վերակենդանացրեց, այն 12 տարեկան աղջիկը, որ մեռավ, Հիսուսը նորից էլի վերակենդանացրեց, դա նշանակում է անհնարին ոչինչ չկա։ Հարկում կա։ Ես էլ ասեցի ինչ վիճակով քո տղան դուրս կգա։ Հիմա տես լուրջ հարց է, քո միակն է, ու սա շատ տղամարդու վրա ազդում է։ Ինչի համար տղամարդիկ ասենք, որ իրանց մոտ արդեն իմպոտենտությունը սկսում է, որտեվ իրանք է կլիմաքս ունեն, իրանք ահավոր դառնում են նյարդային, շատախոս, քյոփակ, ամեն ինչ վրան ազդում է, մի ժամանակ որ թարս կնայր կինը տեղից վեր էր թռնում ու անում էր, հիմա 10 անկակ կասի գնա մի բաժակ ջուր բեր, կինը կասի գնա ինքդ բեր։ Այս ինչի է սենց դառը, որտև սեռական առումով իրանք թույլ են։ Մեր մոտ էլ ամոթից անգրագիտությունը, անգրագիտությունից ամոթը։ Դրա համար այս հարցերին մարդիկ լուրջ չեն ընդունում, մատներ արանքով են նայում։ Իսկ դա խնդիրներ է տալի, ընտանիքի դավաճանություններ, բաժանություններ, հիմնական ինչից է գալի, այն քյասիպն էլ է դավաճանում, հարուստն էլ է դավաճանում, այնց որ թող ոչ ոք չասի նյութականից է, դա անբավարարվածությունից է։ Ես էստես քեզանով, իմիջալուց, շնորհակալ եմ քեզանից Հասմիկ ջան, շատ լավ թեմա էր, այնքան կարելի է խոսել, այնքան լավ թեմա է ասա, որ դու քեզանով, քո տղայով
ամբողջ թող մեր հայ ժողովուրդը սա լսե։ Սա շատ կարևոր բան է։ Այնքան շատ են ինձ զանգ տալիս այս դավաճանություններու բաժանությունների համար, այլասերվածություն է գնում։ Տղամարդը հեչ է դառը։ Հեչ է դառը տղամարդը։ Կինը թքած ունի ամեն ինչի վրա։ Այդ ամեն ինչը գալիս է դրանից, սեռական հարաբերություն։ Իմ ասածս ինչ որ ասեցի սկզբից, ննջեցյալների հետ խոսում եք, աղոթքներ արեք, ու թող տղատել երբեք ինք իրան մեղավոր չզգա, որտեվ ես իրան մեղավոր չեմ տեսնում, այդ իրա պապերից է գալիս, իրա պապերից է գալիս ամեն ինչը, եթե որ պապերից գալիս ով է մեղավոր, այդպես, ու կսպասենք դրական մի բանի, ընդեղ էլ նայի մեկ-մեկի մեջում ես բաներ եմ ասում նման կարգի, լսեք, խորհուրդները վերցրեք, ես չեմ ստիպում ոչ մեկին իհարկե։ Պեկին լուսա, այդ պեկին լուսա, պեկին լուսա, լսում եք ինձ։ Լսում եմ, լսում եմ։ Իմ տղան նորից հարցնում է, ինձ կմիանա։ Չեմ տեսնում միացում։ Իրա կնոջ կողմն է։ Ինչքան վաղ դա բաժանությունը հեռացում է։ Ինչքան վաղ են բաժանվել, 3 տարի է ոնց որ։ Չէ, չեմ տեսնում, ինչ անեմ, ստից ասեմ հա կմիանաս, այդ աղջիկ արդեն վերջ, ինք արդեն այդ ինձ հստակ որոշել է, որ չէ, այս տարի ամեն հինը ջնջվում է, Ֆենիքսը գիտես որ թրջուն է, որ մոխիրից դուրս եկած թրջուն է, ինքը նոր ինքը վարվել է, փչացել է, լիքը կեղտուտված բաները, ինքը հիմա նոր ծնվում է, մեկն է, ու քեզանով դու քո տղային օգնի, անցյալը ջնջի, անցյալից ոչինչ մի հիշեք մեր ու տղա, մի հիշեք անցյալից, դիմացդ նայի տղայի ձերքը բռնի գնա առաջ, ասա տղա ջան քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու, միայն ամուսնությունով ամեն ինչ նայի, ամուսնություն թող աշխատի, թող գիտելիք ձեռք բերի, սպորտով զբաղվի, բասեին գնա, ինչ որ մի բան անի, ինչ եք այդքան կպել ամուսնության է, ամեն ինչ անում եք, ամուսնանա, բա միա թորչելի ծնկիս նստի, բա միա չանի, մեծացել է, բա ես ոնց եմ անելու, էգոն շատ ուժեղ է մարդու մոտ, այդ սաղ էգոիստ են, մեկը չի ուզում մտածի, ախր ինձ տրված չէ, Ես ամուսնություն չեմ տեսնում իր այդ նորից էլի որ պետք է միանա, բայց իր մոտ իր հոգեկանը որ խաղաղվեց հանգստացավ, ինքը աղջիկ կգտնի, որովհետեւ տես ասեցի կիսատ մնաց, այն տղամարդիկ ովքեր սեռական բավարարվածություն չունեն, իրանց պսիխիկան խանգարվում է, նյարդային են դառնում Նյարդային ախորժակն էլ կամ մարդիկ չաղանում են դրանից է, դա չի ուտում, բայց չաղանում է, մարդ էլ կա անզգա է ուտում, որտև անբավարարված են իրանք, կանայք էլ կան, հիմա կանայք էլ շատ կանայք կան անբավարարված են, այն հիսերի կանայք, որ ղժղժում են, անիծում են փիսպաներ են, դրանք բոլորն անբավարարված են, որտև իրանք սեռական բավարարվածություն չունեն, դա էլ մարդ ուղեղի վրա ազդում է, այդ էլ անասնական է, Բայց ալասերվածություն ինչ է այդքան շատ, ընդեղից դուրս գալ ընդեղ է մտնում, ընդեղից դուրս գալ ընդեղ է մտնում, ըլտես ռեստորանները, իրիկուները գիշերներ ինչեր է կատարվում, այդ ինչի է տենց եղել, ինչի համար այսքան այլասերված ազգ ենք մենք եղել, հա, Պոմպեյն է դառը երևի Հայաստան արդեն, Կալիգուլայի ժամանակները հետ է եկել, այլասերվածություն է սաղ, Ամբողջ էտ է գալի, որտև էտ ամեն ինչ է գալիս է պարապ մնալուց, պարապ են, ուղեղները չեն աշխատում, գիտելիք չունեն, հիմա էլ որ արագ մտածելակերպ 26 թվականը սկսի, ով որ ուղեղ չունի, ով որ լոդրա, մենակ սեքսի ու ստամոքսի մասին է մտածում, իր մոտ խնդիրները առաջանալու ամեն կարգին, դուք գնացեք թող քահանան էտ աղոթք անի, այդ գերեզմանները գնացեք, ու ինչքան կարակ լույսը բացում է լավատեսությամբ զինվեք, որտև երեկվա օրը պրծավ վերջ, այսօր նոր օր է, որ մեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու, ու մի քչփորեք ոչ մի բան անցյալի, հույսերեն մի կապի կնոջ հետ, եթե գալիս է թող ավելի լավ, բայց ես չեմ տեսնում,
Այս 3 տարին որ լրացավ ամուսնալուծության, հիմա տղայիդ մոտ մաքուր 3-ը կլրանը, պետք է նոր բաներ սկսվի։ Ամեն առաջինը իր հոգեկանն պետք է խաղողի, որ տեսնենք ինչ է իր մոտ ստացվում։ Այսքան։ Հա։ Ձեզ համբերություն։ Շատ շնորհակալություն Տիկին Խնդրեմ։ Լուսիա, առողջություն։ Ձեզ էլ։ Ալո, բարև ձեզ, Տիկին Լուսիա։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ միացանք իրա, ես ուրախ եմ։ Ես միշտ հետևում եմ ձեր հաղորդաշարը եւ շատ օգտվում եմ ձեր բարի խորհուրդներից, ձեր լավ խորհուրդներից։ Շնորհակալ եմ։ Այդ որտեղից ես, Լուսինե ջան, ակցենտ է զգացվում, որտեղից ես։ Ես Արմավիրում եմ ամուսնացել, բայց Երևանից եմ։ Հա։ Մի քիչ հոկտեմբեր ակցենտը երկար ժամանակ ստեղ եմ։ Տիկին Լուսիա ջան, ուղղակի իմ տղայի հարցն եմ ուզում, մի քիչ ֆինանսական հարցերը շատ Իրա տվյալներն ասա, տղայի տվյալներն ասա։ Իրա փողը գնում է, այնպես չի որ չի աշխատում։ Գալիս գնում, ես շատ անգամ ասում եմ մաղի մեջ է նման մարդկանց փողը, լցվում է մաղը ու գնում է չի հասկանում ոնց։ Հայաստան ինչ աշխատում է։ Հայաստան չպետք է լքի։ Չէ, մտադրություն չկա լցնելու Հայաստանը։ Ես խորհուրդ չեմ տա, այն էլ հիմա, այն էլ այս թվերին, որ ամենից ապահովը լավը Հայաստանն է լինելու, ես ու կա ու գնալով լավ է լինելու ու ես խորհուրդ չեմ տա, որ Հայաստան լքեն։ Այն որ Իրանում ռումբեր են գցում, կրակում են ինչ են անում, մեր Հայաստանի կտուրի վրայով անցնում է, մեր վրա չի ընկնի, այսինքն ապահովություն կա։ Տես ինչ եմ ասում, մենակ իրար չուտեն մարդիկ, իրար շատ են ուտում։ Այս իրար ուտելը էներգիան էգրեգր գոյություն ունի, դի մարդկանց մտքերն է, որ տալիս է պայթումներ, հրդեհներ, փլուզումներ, վթարներ, այ վթարները շատ է, տղայիդ մոտ կագրած այդ մոլորակը հենց ինքը առույց է, մի քիչ զգուշ լինի մեքենաներից, արագ չքշի։ Ընկերներ չունի քո տղան, ընկերներ չունի։ Ինքը շատ շփվում է, բայց մտերիմ չկա, ոչ էլ պետք է ունենա։ Հիմա ես քեզ հարց եմ տալիս։ Իրա մոտ կկարգավորվի ծնունդից հետո։ Իրա ծնունդից հետո ծնունդից հետո։ Հա։ Հա։ Այս տարվա ծնունդից հետո։ Հա, բայց որ ծնունդից հետո կկարգավորվի։ Ես սարերի հետև բան չեմ ասում։ Ես ասում եմ հիմա։ Ու հիմա էլ որ այս տարվանից նախանցած տարել էր, այս տարի առավել եւս, որ ոչ մի բան չի կարելի կոնկրետ ժամկետով ասել, որովհետև ճիշտ չի լինելու։ Աննախադեպ դեպքեր շատ կլինեն։ Շատ կլինեն ու ինֆորմացիաներն էլ 3 ամիս է, ավել չեմ ասի։ Հիմա ինչ եմ ես ասում։ Ինքը ունի շատ ուժեղ, այդքան էլ չի ասի, ոչինչ, Յուպիտերը, որ հիմա հուլիսի 1-ից կմտնի առյուծ, իրա եւ արևը եւ Յուպիտերը իրար վրա կնստի, դա տալիս է, լավ, էսենց մասնագիտական է, տերմիներով բան չասեմ, որտեղ դա ոչ մեկին կարևոր չի, ոչ էլ հետաքրքիր է։ Իրա մոտ հնարավորություններ է տրվում ոտքի կանգնելու։ Ինքը պետք է շփվի կարգին, կիրթ, աշխատասեր մարդկանց հետ։ Այս քո տղան ամեն ինչ կարա անի, ուղղակի ինքը անում անեց բաներ, որը որ իրենը չի, դրա համար այդ փողը ոնց գալիս է, հենց գնում է։ Որ ասեմ ինչ որ, որտեղ այտենց մտածում են մարդիկ, եթե մի բանը վատ է լինում, փուշ է մտնում, որ մի կեղտոտ մի բան արել են։ Ես քո տղայի վրա ոչ մի կեղտոտ բան չտեսա։ Այդ հասկանում ես, չէ՞, կեղտոտ բան։ Հա։ Կներեք էլի որ խոսքդ կտրում։ Կներեք խոսքդ կտրում, մի բան հասնեմ։ Իր պապան էլ նույն ձևով ոնց փողը մտելան ինձ անկապ դուրս է եկել։ Չենք ծախսե կոնկրետ ինչ-որ։ Այդ ձեր ընտանիքում է, որտեղ դրա համար այ շատ խոսող կնամիքից է։ Քո տղայի լուսնային հանգույցը կազիրոկում է։ Այդ քո դասա աջերջուրում։ Այդ քո դասատուությունը թող, հա։ Դե հերիք է դասատու լինես։ Հասուն մարդիկ է։ Եղավ։ Պապան որ ամիսի ծննդը շատ ան։ Նել ազատություն է զրկել, հա, պահանջել ես։ Այս քո տղան, նայ,
Իրան տրված է ամեն ինչ անել, ամեն ինչից ինքը գլուխ կարա հանի, ամենտեղ ձերքը կարա գցի, պարզապես մի քիչ ուշ է իր մոտ լինում։ Մի րոպե։ Սխալներ շատ արել, սխալների հետևանքով այսինչ օրին գանք։ Ոչինչ, մենակ չխաղա։ Դե եղել է ժամանակ, բայց հիմա չէ։ Այս խաղամոլությունը իր մոտ կա։ Խաղամոլությունը Հա, կա, թեթև մի տարի ինքը լրիվ փչացրեց ամեն ինչ, ամբողջ մի տարի գնաց այդ ամեն ինչը պարտքերի տակ ընկավ, հետո 7 տարի, այս թվից հետ գնա 7 տարի, եթե մաքուր 7 տարի լրացավ, վերջ, ու հենց այս տարի, որ ասեց իրա ծնունդից հետո, եթե ինքը խելքի, բայց չի նշանակում գնամ խաղամ ծնունդի օր էլ չանեմ, ոչ, հիմիկվանից անի, որովհետև եթե իմ հաղորդումները լսում ես, ես այնտեղ շեշտել եմ, հիմա նորից կասեմ, խավարումը նշանակում է հանի ջնջու նորից սկիզբ, փետրվարի 17-ին խավարումը, ջերհոսում ենք, ինքն էլ առյուծ է, իր ապոզիցիոն շրջանը, որ ինչքան արել եմ սխալ բաներ, էլ չպետք է կրկնեմ սխալ բաներ, հենց փետրվարի մեջ, հենց ամսի 17-ին, հենց այդ օրվանից, միջև գոնե մարտի 3-ը, որ դա է լուսնային խավարումը, դա միջանցքա կոչվում, այդքան ու սարսափելի չի, պարզապես շատ բաներ դուրս է գալու ջրի երես, այդքան դուրս եկել է հերիք չի, հիմա ավելի դուրս կգա, իրական դեմքերը կերևա, հիստերիկությունը շատ կլինի, հայավարի բառեր ասեմ, լաչառությունը շատ կլինի, ամենքն իրենց ցույց կտան, եթե խաբել են, հիմա այդ խաբեությունն էլ կբացվի, ու լավ կլինի բոլորը լսեն իրանց ինտուիցիային, կողքի խրատ խորհուրդը չի օգնել ում, որտև ամիմարդ իրա ուղեղի չափով է սկսելու խրատներ տալ, լավ է լսեք քո ներքին ձայնին, հիմա, եթե քո տղան խմում է, հարբում է, խաղամոլ է, գոռում է, հայոյում է, մեքենան արագ է քշում, էսի վատ բաներ եմ ասում, պատասխանում է, դրանցից որևիցե մեկը, բայց ինչ որ ասեցի համարը շատ էլ արել է, այդ ամեն ինչ ինքը պետք է թողնի մի անգամից, այն որ մարդը ծխում է, մեկ չպետք է դադարեցնի, մի անգամից էլ այդ ծխախոտների մեջ խփի լուցկու տուփը, ջարդի ու շպրտի տե, այդպես պետք է անի քո տղան, եթե արեց, այդ ինչ որ ասեցի, մտքով անգամ չպետք է անցնի, ուրեմն իր ծնունդից հետո իր առջև դուռ է բացվելու, առաջինը դա երեխաներին է վերաբերվում, իր երեխաներ եմ ասում, աշխատանքի առաջարկություններ կա իրան, ամեն ինչ, ուզում է գնա դառնա խոհարար, ուզում է գնա դառնա հողագործ կամ բանվոր, ինչ կուզենա, բացվում է իր առջև դռներ, ու մի հատ էլ չէ, մի քանի հատ, իրան ընդհանրապես մի գործով տրված չի, մի քանի, ինքը մենակ մի բան չպետք է անի, ինքը մի քանի բան պետք է անի, բերանը փակ, գլուխը կախ, ինքը պետք է աշխատի ու նորմալ ընտանիք ձևավորվի։ Եվ երեխաներ ունի։ Դե ասեցի, երեխաներն արդեն երեխեքը կիմանան պապան տուն է եկել։ Այդ ժամանակ էլ ձմերուկներ կա, ձմերուկը թևի տակ կգա, այդ իմ ասած շրջանին որ կա։ Այս տղայիդ, նայ, Սատուրնը, որ հիմա ինքը խոյ է մտել, տալիս է եսի ձևավորում, ինքնուրույն հարցերի լուծում, ջերհոսում է, սա նշանակում է քոն հին, վատ, ընկերներին մաքրի, այն մարդկանցից, որտեղ միջև անգամ հարազատություն, այն մարդկանցից, որ դու լավ բաներ չես տեսել, պետք է մաքրես, ու անպայման շփվի, թող լինի 2 հոգի, կիրթ, գրագետ և ընտանիքավոր մարդկանց հետ, Լուսին է, տես ինչ եմ ասում, ես տղայիդ մոտ տեսա, որ դրական բաներ կա, ընտանիքը ամրանալու է, միջև անգամ երեխայի ավելացում, չի բացառվում, որտև հիմա այս շրջանն է, որ այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ երեխա չեն ունեցել կունենան, ովքեր թեկուս 2 հատ ունեն, 3-4 էլ կարող է ունենան, որտև սերունդը հրաշալի է աճելու, տաղանդավոր լավ երեխեք են աճելու, այն մեր կորսած երեխաների տեղը պետք է լրացվի, որտև իրոք տաղանդավոր երեխաներ են գալու։ Ու այդ պարգևատրում է նշանակում,
Տեզերքը կպարքեվատրի ու շփվի գրագետ կիրթ մարդկանց հետ ու ընտանիքավոր իհարկե այն մարդկանց հետ ովքեր կյանքում ինչ-որ մի բանի հասել են դու հասնել է մի նայեք որ դարել է օլիգարխ կամ մի 6 հատ տուն ու ավտո ունի դրանց մասին չի խոսքը որ ինքը առողջ ընտանիք ունի իր կնոջով իր երեխեքով հանդերձ այդ մարդկանց նման ինքը տենց մարդկանց հետ պետք է ընկերություն անի ու ես տեսնում եմ որ լիքը լավ բաներ քո տղայի մոտը կա եթե ոչ կորուստներ կունենա ամենաառաջինը դա իր աղիներն է աղիների խնդիրը գլուխ կբարձրացնի խնդիր կա ինքը գլուխ կբարձրացնի ավելի հա հետո ողնաշարնել ունի տուն չունի հա տուն չունի ինքը տուն կառնի ասեցի չի ամեն ինչ այդ դատար կրպան ու ոնց է տուն առնում հիմա հələ պարտքեր ունի հիմա չէ ուղղակի ընդհանուր հետո հիմա մի հատ եմ կրկնում եթե էսի մասած ինչ որ նոր կդնես հակը լսես թող ինքն էլ լսի եթե էսի մասածը ինքը արեց ուրեմն իմաց իր արջև դուռը բացվում հետևենք մի խումբ լիքը երեխաներ իր տանն շնորհակալ եմ շատ շնորհակալ եմ կհետևենք ձեր խորհրդին հա մի բան էլ էլի Տեկին Լուսիա ջան իմ աղջիկա մի հատ ուղղակի ճիշտն ասած մի հատ կլինի տեսնեմ իր հետոն էլի ես մի քիչ շատ եմ անածում մի քիչ չէ 2026 մի քիչ անհաջողություններ եղավ մի հատ կլինի թվան իր թիմն էլ ասեմ նայեք էլի հարցը չեմ հասկանում հաջողություն կգա իրան թիվը ասա աղջկա իսկ դու կհամաձայնվես կամիկը կհամաձայնվի որ գնա Հայաստանից չի բացառվում ինչի լուր է ծնվել տեսնում ես սովորած ավարտած տեղին ամեն ինչով ձեռով ջրով ես ճիշտ է Լուսինե քո աղջիկը դրսում է իր ճակատագիրը չկանգնես դեմը քո աղջիկա ճակատագիրը ու պետքա ապրի քաղաքում գյուղմուղ չգնա ինքը պետք է քաղաքում ապրի հիմա Արմավիր քաղաքում է հիմա այդ քո համար Արմավիրը քաղաք ես դրա մասին չեմ ասում երկիրը որ փոխի ինքը քաղաք մայրաքաղաք մեծ քաղաք մայրաքաղաք այդտեղ պետք է ապրի եւ կամ ամուսինը օտարազգի է ես դեմ եմ նման բաների բայց եթե տրված է ոչինչ չես կարող անել կամ օտար տեղ է երկուսն էլ կա որտեվ իր ամուսնությունը դրսում է դրսի հետ է կապված հետո քեզ մի բան էլ ասեմ քո աղջիկա դու որ հանդիպես լուրջ է մոտենալու լուրջ են մոտենում ուղղակի իր այդ չեն հանդիպի ոնց որ բոլորն են ուզենան իր այդ ամուսնանան լուրջ աղջիկ ունես լեզուներ պետք է սովորի ճամփորդությունը իր լավ կլինի իր մոտ մենակ փաստաթղթերին ուշադիր լինի տուրիզմը լավ է իր մոտ ճամփորդելը ինքը իրան չուտի Յուպիտերը կարիճում է անդադ ինքը իրան հոշոտելու բնավորություն ունի ու եղբոր նման ասեցի պետքա շփվի անպայման կիրթ գրագետ առողջ ընտանիքավոր մարդկանց հետ այս տարի քեզ մոտ ձեր ընտանիքում փոփոխություններ դրական սպասվում է ես այս աղջկատ այդքան խորհուրդ չեմ տա որտեվ ինքը խորհրդի կարիք չունի ինքը լավ էլ նպատակասլաց մարդ է մի բան ուղղակի կարող է այդ երկրի փոխել ամուսնության առումով մի քիչ տատանվի տարաձայնությունն է բայց ես իրան կասեմ գնա կասեմ գնա հա մենակ դու արգելք չկանգնես ու մի բան էլ իրան խորհուրդ կտամ որ ինչքան կարա մաքրասեր լինի ինքը շատ մաքրասեր է շատ քթի մազային մաքրասիրություն ունի այս ձերքերի լվանալը ամբողջ նեգատիվը ձերքերի վրա է իրա լավ կլինի մի քիչ վերջույթներն անոթներն խնդրեմ անոթներին որտեվ սառում է իր վերջույթները մի քիչ լավ չի այրան շրջանառությունը ոչի չեսա կետա մարդի կմոռանա ամեն ինչ Աստված ես օգնական Լուսինե ջան Աստված ձեր հետ էլ շատ անչափ շնորհակալ եմ անչափ կարևորը տղա ինչ որ ասել եմ ասա թողանը հա ես
Հա, ես կդնեմ այս հաղորդում ինքը թող լսի, ինքը Հա, լսեք։ Անդադ լսեք, տակը հասեղնեք, ինչ կա, լսում եք, տակը սեղմեք։ Հումորով ասեցինք, խոսացինք։ Դե լավ, Լուսինե ջան, համբերություն ձեզ։ Դե, շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ, անչափ գոհ եմ։ Տեսություն ձեզ, տեսություն։ Տեսություն։ Ալո։ Դեպի Լուիսիա։ Հա, լսում եմ ձեզ։ Ես տղայիս համար եմ զանգահարել։ Աշխատանքի պահով էլի տղայիս աշխատանքային այդ վիճակը մի քիչ չի ստացվում մոտը։ Մի րոպե ես ճիշտ հասկանամ, սաթենիկ ասեցիք։ Այո։ Ես ճիշտ հասկանամ, հարցը որ ճիշտ տակ, ես ճիշտ կարող եմ պատասխանել։ Ինքը չի աշխատում ընդհանրապես թե աշխատում է։ Հիմա աշխատում է, բայց ասենք ոնց որ չգիտեմ, անհատույց է ձևի գիշեր ցերեկ աշխատում, բայց փող չեն տալի, չեն վճարում։ Այդ էլի, հա։ Չեն ինչ անում, բանվորություն անում։ Չէ, վարորդ է ինքը։ Հա։ Էդ ով չի տալիս։ Չգիտեմ, ես մի հատ անհատ ինչ որ մեկի մոտ վարորդ է տենց։ Խազեինի։ Հա։ Յա, բա ինչի աշխատում իր մոտ որ չի տալիս։ Չգիտեմ, հույսով այսօր եկուց։ Ինչքան ժամանակա որ չի տվել ու ինչա մահանա բռնում։ Մի տարի, չգիտեմ։ Յա, մի տարի ձերիդ վարորդություն անում։ Ահա։ Ու չէ։ Էս շատ լավ է որ այդ մարդը տենց օգտագործում է։ Հա, չգիտեմ։ Ես դրա համար ձեր խորհուրդն եմ ուզում հասնել։ Իմ խորհուրդն ինչ է, հասարակ լոգիկա։ Մարդը աշխատում է մի տարի, այդ մարդն էլ իրան շահագործում է, խազեին կոչված է, ուրեմն թողի դուրս գա։ Ու թվում է թե պետքա վճարի, ինչ է մահանա բռնում որ չի տալի, պատճառն ինչ է որ չի տալիս։ Չգիտեմ, ինչ որ գործները իրանց մոտ էլ իրանց բիզնես ունեն, բիզնեսի պահով էլ։ Չգիտեմ, ինչա լավ։ Մի րոպե ես էդ էլ հասկանամ։ Ինքը բեռնագիրության վարորդ է, թե խազային է տանում տուն բերում։ Թե խազային է տանում։ Նորմալ վճարվել է, սկզբից հետո իրանց գործի պահով էլ, ասենք իրանց մոտ էլ նենց չի որ գործի վիճակն էլ նորմալ չի, հույսով սպասում են, չգիտեմ, տղես էլ իրանց հետ հույսով սպասում։ Քո տղան ընտանիք ունի։ Չի, ամուսնացած չի։ Երևի դրա համար էլ չի բանանում, էլի ջայր տղա թողշել է։ Հույսով ոնց որ ասած չի ուզում։ Լավ տղայի թիվ ասա։ Տղա թո դուրս կա տեղից։ Հա։ Հա։ Բայց դուրս չի կա, ինչ չեք լսի։ Թող դուրս կա։ Չի լսում, էլի մենք էլ ճիշտ ասած։ Թող գնա ջերմոցում աշխատի, թող գնա շինարարության վրա, թող գնա փորեն։ Ինքը վարորդություն պետք չի, թող գնա խոհարար, մի րոպե։ Իրան պետք չի վարորդություն։ Իրան մոտ ամեն ինչն էլ լսես դանդաղ է։ Հա։ Այդ 20 տարեկան, իրան մոտ մի ինչն էլ դանդաղ է, իրան մոտ տարակ, ի տեմպո ոչինչ չկա իրան մոտ։ Այս միջև երևի հուլիսի վերջ կամ օգոստոսի վերջ ինքը աշխատավարձ չի ստանալու։ Ուզում եմ թող աշխատի։ Ինչ հարց ես տալի կոնկրետ։ Արժի որ իմ տղան մտեղ մնա հիմա կվճարի, ես ասում եմ ոչ։ Որտեղ այդ մարդու բիզնեսն էլ լավ չի։ Ինչ որ այա գոնե իրան ինքը պետքա վճարի։ Եթե ոչ մեկին չի վճարում, երբ որ գործը կլավանա, նստել են ինչին են սպասում իրան։ Նախ այս մարդը ստեղ երևացում հետ որ ինքը ավելի շուտ ու մոտ որ ինքը աշխատում է, այդ մարդը խնդիրների մեջ է։ Այս որ ասենք մեջքին իրա կանգնած է որպես ղեկավար անձնավորություն, ինքը լուրջ խնդիրներ ունի օրենքի պետության հետ։ Ինքը պարտքեր էլ ունի այս մարդը։ Հիմա պարտքերը տա, փաստաբան վարձի փող տա, թե այդ աշխատողներին փող տա, ես չգիտեմ, որտեվ այդ մարդու գարասկոպը ես չգիտեմ ու ճիշտ ասած իրավունք էլ չունեմ խոսելու, որտեվ այդ մարդը ինձ հարց չի տվել։ Ես ուղղակի քո տղայի համար ասում եմ, որ իր մեջքին կանգնած ղեկավարը վիճակը այդքան էլ դրական չի։ Ինքը խնդիրներ ունի օրենքի պետության հետ։
ու ֆինանսական դժվարություններ։ Թե երբ դա կարգի կգա, Աստված գիտի, որտեղ չգիտեմ էլի իրոք հորոսկոպը։ Բայց քո հարցը որպես ծնող, իմ տղան այդտեղ մնա թե դուրս գա, ես ասում եմ թող դուրս գա։ Իսկ թե ինչ գործանի հողի հետ կապված ջերմոցներ, անասնապահություն, խոհարարություն, շինարարություն ինքը կարա գնա անի, բայց քանի որ ինքն էլ կրթություն չունի, այս ամենահեշտ բանն է վարորդությունը։ Տղա այդ գարասկոպը այստեղ Լուսինե խեցկետունում է։ Դա նշանակում է, որ իր մաման անդադ խառնվելու է իր գործերում, այսինքն դու եւ դու ընկնում ես խափեության մեջ։ Դու ընկնում ես խափեության մեջ։ Իսկ դու տղայից չես հարցրել, ճիշտ ամեն ինչը քեզ ասում։ Չգիտեմ, ես ասում եմ, հա։ Շատ ժամանակ հարց եմ տալիս, չի էլ պատասխանում։ Չգիտեմ, իր հետ էլ ինչ ա կատարում չեմ մանիկն էլ ա շատ վատ բանի մեջ չգիտի, ոնց որ ասած երկու քարի արանք ա, չգիտի ինչ անի ոնց անի։ Մարս մոլորակը կամ հուլիսի վերջ կամ օգոստոսի վերջ այնտեղ ինֆորմացիաների բացահայտում ա տալի։ Օրինակ ես այստեղով նայելով իհարկե ես կուզենամ, որ քո տղան այդ վարորդությունը թողնի ու գնա սովորի կոմպյուտեր։ Ծրագրավորում սովորի, որտեղ հիմա ապարատուրաների նորագույն տեխնոլոգիայի շատ լավ շրջան է սկսվում։ Ու քո տղայի մոտ դա կստացվի։ Եթե ինքը մասնագիտանա սեր գծի մեջ, իր մոտ ավելի լավ կվարձատրվի, ավելի լավ կլինի, քան այդ վարորդությունը։ Ես տեղ ուղղակի մի բան տեսա Լուսնից, որ տղայիդ մոտ խափեություն կա։ Ինքը ինչ-որ մի բան քեզ ճիշտ չի ասում։ Դա հələ դու իրան ասենց արի փորձի։ Այդ գործի պահով ինչ-որ մենք ներվում ենք իրան համընդհատ հարցում ենք, ինքը ստիպված մեզ խափում, որ սպասենք մենք էլ։ Հələ մի րոպե։ Իսկ դու իրան ասա, չգիտեմ ոնց կհարցնես իրան, գնամ ասա ես քո ղեկավարի հետ խոսամ, ասեմ ինչի չես տալիս, տեսի չկասի։ Չնայած տղատ մեծ տղա է ամոթ հա, տենց ծնողական ժողով չի, բայց մի ձև էլի, որ իր պետք է ես կարամ չերեզով իմանամ, որ տեսես քո տղան ճիշտ ասում է, թե ոչ։ Բա որ հանկարծ իմանաս վճարել է ու քո տղան այդ փողը ուրիշ բան անում։ Բա այստեղ Մարսը ես տեսա իր մոտ երկվորյակում է ու մի քիչ սուտը մանիպուլյացիա է տալի մի խոսքով։ Տղայիդ կողմից մանիպուլյացիա կա։ Հետո ինքը փակ է, Վեներան էլ կույսում է, փակ է, փակ, իր մեջ է։ Դա ժամանակ հարցեր ես տալիս, չի էլ պատասխանում։ Ինքը չի լասի։ Չի ասի, այստեղ բարձրում է, որ մամա դեպի մամա կա խափեություն։ Հետո իր մտքին կամ միգուցե երկիրը փոխի, որտեվ դա իր մոտ ցույց տալիս է երկիր փոխի։ Ճիշտն ասած առաջարկել են իրան, բայց ինքը մերժել է, որ մտում ամուսնացած չի, ամուսնանա նոր կարա։ Ուր գնա։ Եթե դուրս մտում աշխատանքի, բայց այդքան էլ Որտեղ։ իրան չի տալիս, Ռուսաստան ասենք։ Էլի տանեն աշխատացնեն փող չտան։ Հա, էլի։ Չգիտեմ, ինքը ավելի շատ ուրիշի ոնց որ վստահ ուրիշի խորհուրդ լսի, քան մեր։ Այդ ձևի ոնց որ իր ամոթ։ Հիմա ասես մի բան, նայ, ինչ ես տեսա, կարճ կոնկրետ։ Նախ տղայիդ ես ամուսնություն չեմ տեսնում հիմա։ Այս վարորդությունն այդքան էլ իր գործը չի։ Լավ կլինի ինքը գնա տեխնոլոգիայի մեջ կամ հողի հետ գործ ունենա։ Ինքը ճիշտն ասած մինչև այդ շինարարության է, հետո ինչ որ մի ընկերությունում աշխատի, հիմա էլ վարորդ է։ Ինչ որ մեկն է իրան ասել ընտեղ, խոսել է ու գնացել է նրա մոտ որպես սուս խելոք տղա։ Այո։ Ես չգիտեմ, այստեղ կեղծիք է երևում, ու այդ կեղծիկը շուտով կբացվի։ Շուտով կեղծիկը կբացվի, դու իրան մի կերպ հասկացուր ասու, չգիտեմ ինչ ձևի, որ դու ինչ որ մեկով կիմանաս իրոք այդ մարդը հենց թեկուզ իրանց աշխատողներից, մի հատ բան որ։ Որ ուզենաս լավ էլ կարող ես իմանաս, որտեղ այստեղ քո
քայլ է երևում է քո շարժերում, որ ինքդ կարող ես իմանալ իրոք այդ մարդը վճարում է թե ոչ։ Ոնց որ ասած գիշեր ցերեկ քուն չունեմ, անհամբեր սպասում եմ, ոնց որ երկուսը մեն աշխատի, ես էլ նստում եմ գիշերը իրան ընդունեմ, նոր Քնես։ չգիտեմ, շատ դժվար։ Մի քիչ պարտադի չէ աստղաբան լինես, մի քիչ լոգիկայի հարցել է, որ մարդը մի տարի աշխատի ու չվճարվի։ Էն էլ այս տարիքի տղան։ Այս տարիքի տղան, որ ամուսնացած, ոչ ամուսնությունն է, ոչ աշխատանքն է։ ամուսնություն դեռ չկա, ամուսնություն դեռ չկա, այստեղ ուղղակի երևում է, որ իր ձեռքը գումար է գալի, գնում է ինչ-որ ուրիշ ճանապարհով։ Այս դա չեմ կարողանում տեսնել, որտեղ իր մարս մոլորակը, որ իր գործողություններն է, երկվորյակն է, սա արդեն մանիպուլյացիաներ է տալիս։ Էլ մի բան հարցնեմ, ուղղակի հարցնում եմ, բայց դա հաստատ չեմ ասում։ Ինքը զենք ունի կամ ինչ-որ դանակ, սառը զենք, Չէ, որ պահի մեքենայում թեկուզ տենց մի բան։ չէ։ Ես ինչը որ իր գարասկոպը ցույց է տալիս, լավ կլինի, որ ինքը տեխնոլոգիաներով, նորագույն տեխնոլոգիա սովորի, կամ մեքենան եթե այդքան սիրում է, մեքենաների հետ որ սարքում են, այն ինչ են ասում, դզող փչող որ ասում են, այդ է իրան լավ, հողագործությունն է իրան լավ, շինարարությունն է իրան լավ, բայց ոչ շատ ծանր բաներ շինարարական, ծանր բաներ հարկավոր Ինքը չէ։ ռեմոնտի բանի գործ։ Այդ էս բաներ, այո։ Այդպես, սպասենք, տեսնենք դրականի, բայց իմ ասածը արա, որ տեսնենք հետևանքը ինչ է լինում։ Որտեղ այստեղ հետերում է, որ ինչ որ մի բանը արդար չի։ Ու վերջնական ասում եմ, եթե իրոք քո տղան ճիշտ է, ինչը որ այսքան ժամանակ քեզ ասել է, թող ոչ մի րոպե չսպասի, մի անգամ իշ դուրս կա ու գնա այդ իմ թվարկած գործերով զբաղվի։ Եթե տեսար իրոք այդ մեր ասածն է, այսինքն խաբել է ինքը մեզ, Այո։ էլ արդեն գործ չունես։ Ինքը գիտի, ասա գնա քո գլխի ճարը տես։ Այսքան, Սաթիկ ջան։ Այս մամաների համար դժվար է, էլի դժվար է երեխա պետ պահի մեծացրու ու տես ինչ է լինում։ Քեզ նյարդայնանալ վատ ինֆորմացիաներ չի կարելի, սպաս կտա, խցանում կտա քո անոթների։ Վատ ինֆորմացիաներ այդքան ասում են։ Ես պրոբլեմ ունեմ, շատ դժվար եմ տեղաշարժվում։ Ուռելը ոտքերը տուրում, հա։ Հա։ Ինչ որ տեղ կա, դու սխալ ես խմում։ Սաթենիկ։ Ճնշումի դեր եմ խմում ես, չգիտեմ։ Այդ դրա մեջ նայդ ես ինչ որ մի բան կա, ինչ որ տեղ դու սխալ ես խմում, որը քեզ ոչ ճիշտ բուժում է տալի ու ուռում է քո ոտքերը։ Գտի այդ ինչ տեղ է, բժիշկին հարցրու։ Ճիշտ ասած, մինչև այդ ճնշումի դեղ օգտագործելն էլ է ոտերը սուռ է։ Ուրեմն դրա մեջ ամլոձիպին կա։ Այդ ճնշման տեղը որ խմում ես։ Նշանակել են մինչև այդ էլ է ուղղել։ Բժիշկները։ Այդ ճնշման տեղը որ խմում ես, նայ տես, եթե մեջը կա ամլոձիպին, ուրեմն իմացի դրանից ոտքերդ կորը։ Ու նորմալ կարգին անոթաբանի մոտ գնա։ Մեր ժողովրդի ինչքան տոկոս ասեմ, երևի 3%-ն է, որ ոտքերի խնդիր չունի։ Թե տղամարդ թե կին, որովհետև գոտկատեղից ներքև մեր ազգը հիվանդ է։ Գոտկատեղից ներքև ազգը հիվանդ է, ինչքան ընդեղ օրգան կա գոտկատեղից ներքև։ Մենք մի քիչ ժամանակից շատ ենք նագրուսկել են, հիմա էլ դրա հետևանքներն։ Չէ, դա տենց խոսում ենք, միշտ էլ մեր հայ ժողովուրդը մշակա, այդքան բաներ չի եղել, միշտ էլ կռացած հող են փորել, ամեն ինչ արել են։ Այդքան բաներ էլ չեղել, լիքնել երեխեք են ունեցել, երկար էլ ապրել են։ Աշխատանքից մարդը չի մահանում, որովհետև ազգահավոր կենցաղի մեջ է։ Ով որ կենցաղի մեջ է, ինքը գոտկատեղից ներքև հիվանդություններ է ունենում։ Իսկ մեր ազգը չի կարող կենցաղի մեջ չլինի։ Դրա համար էլ աղոթքները տեղ չի հասնում։ Այնտեղ աղոթում են Աստված են կանչում, այնտեղ էլի կռանում են, նորից էլի կենցաղի մեջ։ Ես էլ ամբողջ օրը աղոթում եմ, ամբողջ օրը ցավի համար, չգիտեմ։
Աստծուց ոչ մի բան մի ուզեք, որտեղ տվել է Աստված ամեն ինչ։ Ձեր հաղորդումները, որ ես լսում եմ, Հա։ ինչ որ մի լավ հույսով ապրում եմ, հանգստանում եմ ձեզ լսելով, այս ոնց որ իմ մոտ։ Ես ուղղակի ինֆորմացիաներ չեմ տալի, ինֆորմացիաները հստակեցված են, ճիշտ են։ Երբեք վատ բան չեմ ասում, սուտ հույսեր էլ չեմ տալի։ Իրոք Հայաստանի վիճակը գնալով լավ է լինելու ամենապահովը մեկ է։ Ժողովուրդը գոռում է բաները, սաթիկ, պատերազմ չլինի, թող խաղաղը հետո ինչ լումա լինի։ Հիմա պատերազմ չկա, խաղաղ ամեն ինչ։ Էլի ժողովուրդը դժգոհ է, էլի իրար են ուտում, ամեն տան մեջ պատերազմ է։ Ես էլ չեմ ընդունում, մեկը որ մի վատ բան է խոսում, չեմ ընդունում, ասում լավը խոսացեք, մի վատ ասեք, սենց կլինի, նենց կլինի։ Այն մարդը, որ քո կողքը մեկից կչարախոսի, այն մարդը, որ Հայաստանի մասին վատն է խոսում, թուրք ու դավաճան չեմ, այդ դրանք ընկերները չեն, իրանցից հեռացի։ Ես չեմ ընդունում իրանց։ Հեռացի իրանցից։ Այդ համար էլ ասի մեր ազգի հիվանդությունը կոտկատեղից ներքև է, դա կենցաղն է։ Ես էլ եմ միշտ ասում, լավը մտածեք, որ լավը ելնի։ Հա։ Դե լավ, Սաթենիկ։ Շատ շնորհակալություն Տիկին Լույսյան։ Քեզ համբերություն, Տիրոջից ոչ թե խնդրի սրան նրան մի բան, որտեղ Տեր արդեն վաղուց ամենքից տվել ամեն ինչ, մի գլուխ մյուս, ուսեր մի գլուխ, այլ իմաստություն խնդրի Տիրոջից, իմաստություն խնդրի, ամեն անգամ ասա Տեր ողորմյա, և շնորհակալ եղի, որ լույսը բացվել է ու դու տեսնում ես քո երեխեքին ողջ քո կողքը, վերջ։ Բոլորին էլ տրված չի լինել պապ թագավոր, բոլորին տրված չի պապ թագավոր լինել, պապ թագավորն էլ իր խնդիրն ունի, այնքան խնդիր, որ թագավորներն ունեն, սովորական մարդիկ չունեն, որովհետև այդ ընտանիքում վատը շատ վատը, և քաղցկեղ իրանց կանանց, և նարկոմանիա, և խաղամոլություն, պարտքեր բանկերի հետ, բայց գիտեն մարդը հարուստ է, հնարավոր չի հարկեր վարկեր չունենա բանկում, լավ էլ ունեն, լավ էլ տոկոսներ են պտտվում։ Ես խոմ գիտեմ, որ այդպես է։ Այդպես։ Առողջ եղեք։ Տիկին Լույսյան, շատ շնորհակալ Խնդրեմ։ Խորհուրդով ինչ-որ մի թեթևացրիք։ Սպասենք, որ տղայիցը դրական լուր կա։ Շնորհակալություն։ Դե լավ, ստեսություն։ Այսօրվա զանգերն էլ 3-ա զանգ եղավ։ Վերջացրեցինք, տեսեք 3-ն էլ տղաներ, երեխաներ, մամաներ։ Այդ համար եմ էլի տղաներին պաշտպանում այդքան, որովհետև մեր տղաները շատ թուլացած են, շատ։ Մի հատ պապա չի զանգ տալ իր տղայի համար հարցնի, որ դա տղա, մարդիկ, ասպետ, մամաներն են, որովհետև դա էլ է մեխանիզմ, դա էլ ունի իր բացատրությունը, արդեն մոր արգանդում, երբ որ պտուղը տղա է, արդեն ընդեղ մամայի բալեն է ինքը, դրա համար էր, որ արդեն գալիս է այս աշխարհ, պորտը կտրվում է, ինքը պետք է գնա ազատ, մեծանա, ապրի, ամեն ինչ ինքը չի կարողանա, ազատվում է, բայց մաման կպած է դեռ, դրա համար եմ ինչքան կրկն այդ պորտալները կտրեք, որ ձեր տղաները կարողանան իրանց եսը պահեն, իրավունքը պահեն, հələ տեսեք մանկատան երեխաները որ կան, տեսեք ծնողներ չկա, ընդեղ էլ ուրիշ հոգեբանություն է, ավելի շատ խոր, ավելի լուրջ, ավելի հուզումնարի, մանկատան բոլոր երեխեքը ուժեղ տղաներ են, աղջիկները լավ մայրեր են լինում, ճաշը փող, մայր, բուր տփող, տղաներն էլ լավ տղաներ են նլնում, զինվորներ են նլնում հիմնական, որտեղ պորտալներ չկա ընդեղ, ու այդ երեխեքը ուզում են ընտանիք ու չեն ուզում, որ իրանց երեխեք առանց մամա պապա մեծանան,
մանկատան երեխեքի մասին է խոսքը։ Սա այնպես չի, որ ես օրինակը բերեցի, այն է իմ ասածը, որ մամաները արդեն որ գիտի իր պտուղը տղա է, իր հղի վիճակով բալիկն ընդեղա, տղամարդու նման խոսա իր այդ տղամարդ դաստիարակի, տղամարդ ձևավորվի, որտեղ այս տարվանից շատ բան աշխարհում փոխվում, նոր մտածելակերպ, նոր գաղափար, նոր ոճ, ճաշակ, ամեն ինչ շատ արագ, ինչքան էլ մենք բռնենք, որ մեր մտքերի դաստիարակությամբ, մենք սովոր չենք լինելու հիմիկվա երիտասարդության մտածելակերպին, սովոր չենք, ու տարաձայնություններ կլինի, և դասատուների մեջ կլինի տարաձայնություն, և երեխեքի մեջ, և ուսանողության մեջ կլինի, իսկ արմատը պետքա ճիշտ ջրվի, դա հղի վիճակում է մամայի, աշխարհն է փոխվում, ես դրա համար քանի տարի ամբողջ իմ եթերներից միշտ ասել եմ, գիտելիք, սեր, բարություն, միասնականություն, այս է իմ բառերը, գիտելիք, սեր, միասնականություն, բարություն, բայց այն ապուշներն սատանան էլ եկավ, ով որ ինձ սատանա է տեսնում, ինքն իրան է տեսնում, հա, սատանա, այն մի հատ խելար ծալը պակաս կա, բարև, այս ասում, բարև սատանաներ, հերիք այդ բառն ասեք, հերիք սատանում կանչեք, տեսեք որտեղից որտեղ եկա, որտեղ ես միակ եթերն է, որը շատ սիրով գալիս եմ, որ շատ ամեն ինչ պարզ, հստակ, թողնում եմ, որ ես արտահայտվեմ, որտեղ ճիշտը դա է, մեր Հայաստանում ամեն ինչ լավ կլինի, որտեղ գնում ենք մենք լավի, մի լսեք, մի կարդացեք, ոչ մի վատ ինչ ինֆորմացիա կարդում եք, ձեր վրա ազդում է, զայրանում եք, փոխեք, բլոկ արեք այդ ալիքը, ինչքան դրանց նայում եք, ինչքան պատասխանում եք, դուք իրանց ձայներ եք հավաքում, իրանց փողերը շատացնում եք դուք, որպեսզի դուք անոթների խնդիր չունենաք, խաղաղ ապրեք, ուրախ ապրեք, Տիրոջից շնորհակալ եղեք, ոչ մի վատ բան մի մտածեք Հայաստանի մասին, որտեղ իրոք Հայաստանը գնալով ավելի ապահով վիճակում է լինելու, միայն իրար մի կերեք, էլի ինչ կլինի, մի կերեք, եթե մարդը այդքան մոլուցք ապրում, տղես չամուսնացավ, աղջիկս չամուսնացավ, հարց եմ տալին, չես այդքան, սեր կա, մի հատ ասան ինձ եմ ուզում աղջիկս ու տղաս, մարդու կնի, քարս ու փեսը իրար շատ սիրեն, որ այդ երեխեն սիրո պտուղ լինի, այդ երեխեն առողջաճի, որտեղ այդ երեխաները, այս որ սկսվում է, այս ծնունդը, այս երեխաների իրանց մամաներից անցնելու են, իրանց ծնողներից ու իրանք են դաստիարակելու, դրա համար էլ մաման, պապան ամուսիններով եթե իհարկե ապրում են իրար հետ, նրանք իրար հետ իրանց կյանքը պետք է իրենց ալբոմային սև ու սպիտակ բացեն, թերթեն, չնայած ալբոմ չկա հեռախոսների մեջ, իրենց ջահելությունը հիշեն, փողոցները հիշեն մեր անցյալի հին Երևանի կամ իրենց շրջանի ու գյուղերի, թողեք երեխեքը գիտելիքով աճեն ու էլի եմ ասում ինչքան լավ կներ, որ մի քիչ օկուլտիզմ ուսումնասիրեն, գաղտնագիտություն, այնքան բան կա օկուլտիզմի մեջ, այնքան բան կա, շատ բաներ կբացվի ձեզ մոտ ու դուք հեշտ կապրեք, իսկ ամբարտավան մարդիկ տգետ են միշտ լինում, վեճեր ամբարտավաններից է գալու, էդ էլ մեր ազգի թերությունն է, ինչ ասնեմ, միշտ ասել եմ ամբարտավանությունը մեր ազգի օժիտն է, եղեք ամբարտավան, մեջքներդ կցավի, համբերություն բոլորիդ, խաղաղ ապրեք։